տեղի ունեցած միջադեպի վերջո ինչ է Մասիսում տեղի ունեցել։ Փոքրիկ խմբակի հերթական նյարդային ցնցումներն են։ Մեր իրազեկողները մտել են գյուղ։ Ըստ երևույթին սրանք տեսնելով, որ լավ են ընդունել մեր ժողովրդին, եկե սադրել են, կռիվ են սարքել, հարվածել են հղի կնոջ, տղաներին եւ այլն։ Այնպես չի, որ իրենցից դա սպասելի չէր, բայց թող խելքները գլուխները հավաքեն, հերիք եղավ ոլեղ ավարտել։ Արդեն բարձ է ովքեր են եղել պարոն Ղազինյանի։ Հա, ես անձամբ չեմ ճանաչում, բայց այնտեղ տարածվում է արդեն անուն ազգանունները։ Իրավական գործընթացներ հաջորդելու են։ Կարծում եմ այո, հանցագործության մասին հաղորդում է տրվել։ Դե արդեն քանի ժամ անցել է, ամենայն դեպս միջև երթը սկսելը, ես չեմ տեսել, որ դրանք բանան են, դատապարտ են, էլի։ Իսկ եթե չեն դատապարտում, նշանակում է խրախուսում են։ Եթե խրախուսում են, նշանակում է ձգտում են բախումների։ Մենք չենք ուզում, պարզ ասում եմ, բայց այնպես էլ չի, որ չպետքա պաշտպանվենք։ Թող խելոք պայեն իրենց։ Իշխանության կողմնակիցներ են եղել։ Իհարկե, իշխանության կողմնակիցներ են եղել, այդպես էլ հայտարարել են։ Իսկ իրավական համակարգից կա ակնկալիք, պարոն Ղազինյան։ Իրավական համակարգը հենց հիմա մեզ գիտեք ոնց է հետևում, այստեղ ով կա, ինչ է անում, ոնց է անում։ Հանցագործություն ժամանակ ունի, մտած մանր-մուներ բաներ հետևից ընկնի, հանցագործություն բացահայտի, բա կարելի է։ Այստեղ մի հատ տիրադավ կա, դրան են այսպես տիկնապայի դեր կատարում, մեզ են գաղտնալզում, Ալեքսանյան Ալիկին են ուզում, տարել են, այսօր ասել եմ եթերի ժամանակ, Ալիկ ջան ուժեղ, ինքը ուժեղ էլ լինելու է, որովհետև ուժեղ մարդ է։ Իսկ ինչ արձագանք եք ստանում հիմա մարդկանցից Տեսնում եք, տրամադրությունները։ մի քանի տեսախցիկ նկարում են, տեսնում եք, բավականին դրական, մարդիկ ջերմ, հակառակ էլ կա, չենք ժխտում, բայց շատ պարզ փոքրամասնություն, ինչպես փոքրիկ խմբակ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։